Լրջագույն ռեֆորմներ են պետք ավագ դպրոցներին, ահազանգում են մասնագետները։ Ասում են դպրոց-բու համագործակցությունը ուժեղացնելու կարիք կա։ Ավելի պարզ ասած, համալսարանական կրթությունը փոխելու հորդորեն հնչեցնում, որպեսզի այսուհետև երեխան բու ընդունվելուց առաջ կոնկրետ մասնագիտության գծով պրակտիկա անցնի։ Եթե մենք ուզում ենք տաղուն անցում լինի դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն, մի քիչ ավելի պետք է մանրացնել։ Ոչ թե ընտրել օրինակ հումանիտար եւ միայն լեզուները, այլ շատ կոնկրետանալ։ Օրինակ սոցիոլոգիա ընտրել կամ եթե նա այդ հոգեբանություն է ընտրելու, հոգեբանության հիմունքներ սկսի ուսումնասիրել դպրոցի ավագ դասարաններում։ Հայաստանում կրթական համակարգն ըստ փորձագետների այնպիսին է, որ դպրոցի վերջին 3 դասարաններում շատ աշակերտներ պարզապես ժամանակ ու ռեսուրսներ են վատնում։ Դիմում են կրկնուսույցի, 1-2 առարկա են պարապում, իսկ մնացածները աչքաթող են անում։ Մեր ավագ դպրոցների ծրագիրը իսկապես իրականությունից կտրված է, շատ բան գնում է անիմաստ կրկնության եւ շատ տեսական ճանապարհով, հիշողություն եւ այլն։ Իհարկե շատ ավելի գործնական պիտի լինի ամեն ինչ, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը ավագ դպրոցում դա ստեղծագործական աշխատանքներն են։ Արվեստի դերը պետք է շատ ավելի բարձր լինի, քան հիմա է։ Կրթական համակարգը պետք է դպրոցականին պատրաստի բուհական համակարգի համար, ասում է մասնագետը, հավելում։ Աշակերտը մինչև բու հասնելը պիտի իր ոլորտին վերաբերող պրակտիկաներ կամավորական աշխատանքներ անցնի, ինչը սակայն անհնարին կդառնա գյուղական դպրոցների դեպքում։ Այդպիսի փորձ նաև Հայաստանում կա։ Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը Շահինյանի անվան ֆիզմատ-թեկնոլոգիա դպրոցը, որտեղ միաժամանակ դասավանդում են համալսարանից դասախոսներ, ապահովում են ըստ էության շարունակությունը։ Այստեղ մի հատ բաց կողմ կա, որովհետև դա կարող է վերաբերվել միայն մեծ դպրոցներին։ Իսկ այդպիսի դպրոցները Հայաստանում ընդամենը 1/3-ն է, ոչ ավելը, քան 30%-ը։ Մնացած բոլոր դպրոցները փոքր դպրոցներ են եւ այդ տեսքով կազմակերպելու ուսուցումը շատ դժվար կլինի։ Մյուս կողմից Արա Աթայանը պնդում է, դպրոցը չպետք է սահմանափակվի նեղ մասնագիտացմամբ, քանի որ երեխայի հետաքրքրությունները այդ տարիքում դեռ լիովին ձևավորված չեն։ Երեխան դեռ չգիտի իրեն ինչ է պետք։ Եվ դպրոցի խնդիրը մարդու զարգացումը նեղ ճանապարհով ուղարկելը չի։ Դա բուհի ընդ որում, եթե համալսարանական իդեա վերցնենք, նույնիսկ ոչ բակալավրիատի, այլ մագիստրատուրայի խնդիրն է։ Նեղ մասնագիտություն ուղղորդված գիտելիք։ Իսկ դպրոցի խնդիրն է հնարավորինս ներդաշնակ եւ ամբողջական մարդ ձևավորելն է, որը կարող է դեռ կյանքում շատ բան փոխել։ Կրթության ոլորտի մասնագետները համոզված են, ավագ դպրոցը արդեն չի բավարարում ժամանակի պահանջներին։ Ակնհայտ է, որ համակարգը հրատապ վերանայման կարիք ունի։ Հակառակ դեպքում արդեն իսկ առաջացած կրթական ճգնաժամը մեր երկրում ավելի խոր արմատներ կգցի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։